Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին ստորագրել է հրամանագիր, ըստ որի վարորդական վկայական ստանալու կանոնները պարզեցվել են։ Քննական բարձրագույն շեմը ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննությունների ժամանակ փոխվել է հօգուտ տեխնացուների։ B կատեգորիա եւ B1 ենթակատեգորիայի թեթև մարդատար ավտոմեքենաներ եւ նմանատիպ տրանսպորտ վարման իրավունք ստանալու տեսական քննության շեմը նվազել է։ Եթե մինչև այժմ գործող կանոնը տեխնացուն 30 հարցում թեստում ընդամենը 3 սխալ թույլ տալու իրավունք ուներ, անցողիկ միավորը 27-ն էր։ Այսուհետև թույլատրելի սխալների քանակը հասնում է մինչև 5-ի։ Դրան համապատասխան տեսական քննությունը հաջողությամբ հանձնելու համար բավարար կլինի նվազագույնը 25 ճիշտ պատասխանը։ Քննության ժամանակը նախկինի պես սահմանված է 30 րոպե։ Այսօրվանից փոխվում է նաև քաղաքի քննության հերթական կառավարման սկզբունքը։ Գործնական քննության երկրորդ փուլի հերթում տեղերն ավելի արտարացիորեն բաշխվելու նպատակով սպասարկման գործակալությունը իրավասու է դառնում մշակել հատուկ ալգորիթմ։ Համակարգը կվերլուծվի տեխնացուների տվյալները եւ ամրագրման ժամանակ առաջնահերթություն կտա նրանց, որոնք քննության մասնակցում են առաջին անգամ, մինչև այժմ քիչ փորձեր ունեն, ֆիքսված կամ երկար ժամանակ են սպասում հերթագրմանը։ 2026 թվականի հունիսի 15-ից քաղաքի գործնական քննության ժամանակ թեթև սխալների քանակը մեծանում է։ Զգալի արտոնություն է սահմանվում նաև գործնական քննության երկրորդ փուլում վարում ռեալ պայմաններում քաղաքում։ Մինչև հիմա գործող կանոնով վարորդի տեխնացուն գործնական քննությունից կտրված է համարում 12 թեթև սխալ թույլ տալու դեպքում։ Նոր հրամանով այս լիմիտը մեծանում է մինչև 15-ի։ Դրան համապատասխան բացասական գնահատական տեխնացուն կստանա միայն 15 կամ ավելի թեթև սխալներ կուտակելու դեպքում։ 2026 թվականի հունիսի 15-ից տեխնացուներին հնարավորություն կտրվի քննության ժամանակ ուղղելու փոքր թերությունները։ Եթե տեխնացուն մինչև մեքենան տեղից շարժել է կամ ընթացքի պատրաստվելիս անվտանգության որևէ կանոն սխալ կատարի, օրինակ ամրագոտի չկապի, հայելիները ճյուղի կամ տրանսպորտային միջոցի պատրաստվածությունը չստուգի, քննողը նրան անմիջապես սխալ չի գրի։ Հրամանի համաձայն քննողը պարտավոր է տեխնացուին բանավոր հուշում տալ, օրինակ խնդրում եմ եւս մեկ անգամ ստուգել պատրաստվածությունը երթևեկության համար եւ տալ ողջամիտ ժամանակ այդ թերությունը շտկելու համար։ Սխալը պաշտոնապես կֆիքսվի միայն այդ դեպքում, եթե տեխնացուն հուշումից հետո էլ չկարողանա կանոնը պատշաճ կերպով կատարել։ Գորիում եւ Բաթումիում տրանսպորտային միջոցի վարման իրավունք ստանալու քննական երթուղիները փոխվել են։